Պարոն Վարդևանյան, եթե դուք ակնարկում եք այն, թե այս քարտեզի կողքը արդյոք լինելու էր Լեռնային Ղարաբաղ, թե ոչ, միանշանակ չէր լինելու, որովհետև Լեռնային Ղարաբաղը երբեք Հայաստանի Հանրապետության մաս չի կազմել։ Դուք երևի մոռացել եք, բայց այն Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, երբ որ աշխատել եք նրա վարչապետի օգնական, անգամ Սերժ Սարգսյանն էր արգելել, ընդ որում հրապարակայնորեն, որ փորձեն Լեռնային Ղարաբաղը կապեն Հայաստանի Հանրապետության հետ, որպես Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մի մաս։ Ինչ վերաբերում է քարտեզին, երբ որ փորձում եք մեկնաբանել, թե երեք ձեր խմբակցությանը այն քարտեզը, որը փորձ էր արվում փոխանցել, դա մեր քարոզչական հնարքն էր, ամենևին Հայաստանի Հանրապետության քարտեզը չի կարող լինել որևէ կուսակցության սեփականությունը, դա Հայաստանի Հանրապետության քարտեզն է։ Ճիշտ է, շատ պերճախոս եք, բայց լավ նկատեցիք, դա մեր պարծանքն է։ Այո։ Ու այդ պարծանքից ես առնվազն, ճիշտն ասած, զարմացած եմ, թե ոնց կարելի էր հրաժարվել։ Շնորհակալություն։ Ես ճիշտ եմ հասկանում, որ դուք 2019 թվականի սեպտեմբերին եղել եք Նիկոլ Փաշինյանի հակառակորդը գաղափարական։ Սխալվում եմ։ Բա իրան ասել եք, որ հանգարց չասեր Արցախը Հայաստանը եւ վերջ, թե չեք նախատե այդ հարցում։ Չէ, ես անկեղծ հիմա ինձ մոտ որոշակի շփոթմունք առաջացավ։ Ես ասեմ ավելին, ես տենց նախադասություն չեմ ասել։ Ինքն է ասել։ 2019 թվականը պատահական չասեցի։ Հիմա դուք այդ որ ասում էիք, դուք ում հետ էիք կռվում ձեր արձագանքով։ Նիկոլ Փաշինյանի։ Ինքը դրա պարզաբանումները տվել է, ինձ պետք չէր այդ պարզաբանումները։ Ես դրա համար ուղիղ հարցրեցի 2019 թվականի սեպտեմբերին քարտեզը ինչպես դուք կտեղադրեիք։ Ես չասեցի ես ինչպես կտեղադրեի։ Դա ես չասեցի։ Դուք ասեցիք։